Ողջույն իմ արժանապատիվ սիսյանցիներ։ Սիրելի սիսյանցիներ, իմ մեր տարածաշրջանում պատասխանատու և կարևոր հանդիպում է։ Սիսիանում է Հայաստան դաշինքը նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ, մի հատ ողջունենք։ Անչափ ցավում եմ, որ այս պահին ֆիզիկապես ձեր կողքին չեմ և չեմ կարող սեղմել յուրաքանչյուրի ձեռքը, քանի որ գտնվում եմ կալանքի մեջ։ Բայց ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ոչ մի պատ, ոչ մի սահման և ոչ մի ապօրինի կալանք չի կարող ինձ կտրել իմ Սիսյանից և իմ սիսյանցուց։ Իմ սիրտն ու միտքը այս պահին ձեր հետ է։ Սիսիան ինձ համար սոսկ աշխարհագրություն չէ, այն մեր պայքարի, մեր պատվի ու մեր ապագայի հիմնասյունն է։ Մեր դեմ կիրառելով ճնշումներ ու ապօրինի կալանքներ միայն մի բան են ապացուցում, որ մենք ճիշտ ճանապարհին ենք ու մեր ձայնը լսելի է։ Դրանք մեզ չեն թուլացնում, այլ ընդհակառակը ավելի են ամրացնում մեր կամքը։ Կոչ եմ անում բոլորիդ լինել միասնական, համախմբված և վճռական։ Մեր տարածաշրջանը ու մեր բնակիչները արժանի են ապահով, հզոր և արժանապատիվ կյանքի, և մենք միասին հասնելու ենք դրան։ Միասին կարող ենք, միասին կարող ենք, միասին կարող ենք։ Սիրելի սիսյանցիներ, ես ձեզ վստահեցնում եմ, Հայաստանը այս վիճակից կարող է հանել Հայաստան դաշինքը նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ։ Դա ապացուցում է իր տեսակը, իր արժանապատվությունը և իր անցած ճանապարհը։ Սիրելի սիսյանցիներ, նվիրյալ թիմակիցներ, հավատարիմ ընկերներ և բարեկամներ, շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրից ձեր տոկունության, ձեր հավատի և ձեր անկոտրում ոգու համար։ Ուրեմն այսպիսով, հունիսի 7-ին ընտրում ենք համար 17-ին, հունիսի 7-ին ընտրում ենք համար 17-ին, և հունիսի 7-ին ընտրելով համար 17-ին վրդում ենք այս չարիքի իշխանությանը և ունենում ենք մրցունակ և անվտանգ Հայաստան։ Աստված պահապան բոլորիդ, Աստված բոլորիդ ընտանիքներին պահապան, ուժեղ ենք միասին։ Տեսություն։